Նենց ստացվեց, որ երբ Հայաստանը դարձավ դեմոկրատական երկիր, գրանտակերներն եկան իշխանության, Գենշտաբի, զինված ուժերի Գենշտաբի պաշտոնը դարձավ կանացի պաշտոն։ Առաջի կնիկը, որ Փաշինյան Նիկոլը նշանակեց, դա բանն էր, կարծեմ դա օֆիցիալ արտակ, որ նշանակվելուց մի քանի օր անց Նախիջևանի վարդությունները հաղթեց։ Դե ամենատխուր Գենշտաբի պետը Գասպարյան Նոնիկն էր, նույնպես կնիկ, իր ամեն ինչով, որին ես խորհուրդ տվեցի յուբկա հագնել, յուբկայի տակից եմ լավ string, որ լավ երևա իր ամեն ինչը։ Դե իմ ընկերներն եղածան Տեոնիկը Գելուգազան գեներալա։ Ես ուղղակի չեմ հասկանում գեներալը Գելուգազանը որն է, կամ դրա տղամարդությունը որն է, երբ նրան հրամայում են բանակը կործանել, պատերազմը պարտվել եւ նա կատարում է։ Այդ հրամանը վարի տալիս եւ իր զինվորներին եւ պետությունը։ Նշանակում այդ մարդը կամ էշ է, կամ կնիկ։ Քանի որ Գասպարյան Նոնիկը էշ է, ուրեմն կնիկը։ Բայց տրադիցիան պաշտպանվեց, չէ՞։ Հայաստանի զինուժի Գենշտաբի պետը միշտ կնիկ է լինելու։ Անկախ նրանից string-ը հագնում, յուբկայի հագնում, թե որ դա կնիկ է, օրինակ այսօրվա կնիկը Աստրիան ազգանունը, այսօր հաստատել է, որ ադրբեջանցիք Սյունիքի որոշ տարածքներ դարձել են իրենց անձնական բոստանը, ծառահատումներ են անում, ինչ-որ բաման են սարքում, ինչ է, պաշտոնական լրահոսից ասեմ, պաշտոնապես հաստատել է այդ կնիկ Աստրիանն է, որ ադրբեջանցի զինծառայողները տեղակայված են Հայաստանի տարածքում, ներքին հանդյուղի և Զանգեզուր կենսոլորտային համալիրի հատվածում։ Աստրիանոյին ընդգծել է, որ իրենց դիրքերի կառավարման և ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում ադրբեջանական կողմը ծառահատումներ է իրականացնում պահպանվող գոտու տարածքում, հավելելով, որ հայկական կողմը միայն արձանագրում է այդ գործողությունները և դրանց մասին հայտնում համապատասխան քաղաքական մարմիններին։ Ինչ ասեմ ես սրան։ Մի բան կոնե մտածի սույն տիկինը, որ այդքան ծառ որ կտրում են, ադրբեջանցի կարող է ռուսական բանիկներ սարքեն կամ թուրքական, այդ ծառերով, սահմաններ, կողմի մի երկու հատ փայտից դոմիկներ սարքեն, այդ փայտով է կահավորեն, ու տանեն իրանց դոմպեն, սաունայից հետո, հետևելով թուրքական հիգիենայի կարիքներին, արա համա չեք ձևնից, համա չեք։ Մասմազրեկուցում ենք բաներին, պատկան համապատասխական քաղաքական խողովակներով տեղ ենք հասցնում ինֆորմացիա։ Արա չեք տեսնում դուք ում եք ծառայում, ինչի եք ծառայում։ Ես ինչ օրի հասակ դուք, ես ինչ օրի մեծ հասցրիք։ Ինչևէ, ես սա կատարում եմ երկրում, որի ժողովարդապետն ասում է, որ այսքան ինքնիշխան Հայաստանը երբեք չի եղել։ Այն ժամանակ, երբ սրանց Հայաստանը գուբերնիա էր, սենց բան պատկերացնել հնարավոր չէր։ Հնարավոր չէր սենց բան պատկերացնել։ Ինչ ասեմ, ասված սրանց հետ, Ասրյանին է հայկական հատարների, հայկական ծառից սարքած դոմիկներում հաչելի ժամանց տան մաղթենք, թուրքերի հետ, ռուսական բանիկից հետո։ Հետո կզգա ինչ բանա ռուսական գուբերնիան, ինչ բանա թուրքական վիլայեթը։ Ինչ ասեմ, լավ մնացեք, կհանդիպենք։